Կգնորանշանակ նախարար, բայց այդ ոլորտում արդեն 4-րդ անգամ պաշտոնավարող Լևոն Մկրտչյանը խոստացել էր, որ նշանակումից 2 շաբաթ անց կանդրադառնա ոլորտի հարցերին եւ բարեփոխումների ծրագրին։ Նախարարը մամուլի ասուլիսը սկսում է կրթության մասին իր հայեցակարգերը նշելով. Առաջինը կրթության առաքելությունը, որի մասին մենք շատ հաճախ մոռանում ենք, երբ խոսում ենք այս կամ այն խնդրի, այս կամ այն ծրագրի մասին, եւ երկրորդը այդ առաքելությունից բխող շղթան։ Տեսեք, մենք 1998-ին, երբ ես առաջի անգամ առաջարկվեց եւ ստանձնեցի կրթության նախարարի պաշտոնը, այն ժամանակ մենք դեռ օրենքը չունեինք։ Հանրակրթության, ընդհանրապես կրթության մասին օրենքը չունեինք, դասագիրք չկար, բավականին խարխլված վիճակում էր խորհրդային կրթական համակարգից մնացածը եւ ուսուցիչների աշխատավարձը, եթե չեմ սխալվում, շատ չնչին էր, դրույքը $30 սահմաններում էր եւ այդ ժամանակ երկիրը դիմել էր նաեւ ֆինանսական օժանդակության համար կարիք կար իսկապես ձևավորել մեր կրթական համակարգը։ Պաշտոնյան նաև ընդգծում է ոլորտի խնդիրները եւ արկա ձեռքբերումները, որոնց հասնելու համար մեծ դժվարություններ են հաղթահարել։ Շարունակական քայլերի հետևանքով մենք այժմ ձևը ունենք հանրակրթություն, նախադպրոցական կրթություն, միջին մասնագիտական կրթություն եւ բարձրագույն կրթություն իրար հետ շղթայով կապված են եւ կա նաեւ բարձրագույն կրթության շարունակություն կազմող, ասենք, դեպի գիտություն տանող ուղղությունը։ Սրանցից յուրաքանչյուր աստիճանը ճանաչելի, ընթեռնելի եւ ընդունելի է միջազգային կրթական համակարգի համար։ Սա ուրեմն մեր ամենակարևոր ձեռքբերումն է, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք կրթության կառուցվածքը եւ ունենք կրթության շղթան։ Բայց այդ կառուցման ընթացքում, դուք գիտեք, միասին ենք անցել մեծ մասը այստեղ ճանապարհը, եղել են դժվարություններ, եղել են ինչ-որ համակարգի փոփոխության հետ կապված բարդություններ, անցել ենք բավականին բարդ փուլերով, ի վերջո այդ ընթացքում հնարավոր չէր պահպանել կրթության որակը։ Սա էլ մյուս կարևոր խնդիրն էր։ Կրթության որակի, կրթության բովանդակության իմաստով մենք ունեցանք դասագրքեր, ձևավորեցինք ծրագրեր, այդ ծրագրերը աշխատեցին, կրթական համակարգը առաջ գնաց, բայց նաև հասարակության մեջ արկա այս կրթական համակարգից դժգոհություն նրանում էր, որ մենք չունեինք փորձը։ Մկրտչյանն անընդունելի է համարում մի առարկային առավելություն տալը եւ մյուսին անտեսելը։ Նրա խոսքով քիչ-քիչ մեզանում հեռանում են բնագիտական առարկաները։ Հիմա եթե դուք նայեք, թե բնագիտությունը ինչ վիճակում է մեր 9-ամյա կրթության եւ ավագ դպրոցի վիճակում, կտեսնեք, որ մենք ունենք շատ մեծ հիմնախնդիր։ Այսինքն, եթե մենք այսպես առազգական չէ երեխան 5 աշխատանքային օրա իր համար 7 ժամով, դա էլ շատ եմ ասում, 35 ժամ հաշվեք։ 35 ժամի վրա պետք է տեղավորենք մեր այս բոլոր ցանկությունները։ Եվ որ առարկայախմբի հետևում ուժը կանգնած է, այդ առարկայախումբը սկսում է ծավալվել։ Ում հաշվին ենք անում՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, բնագիտական առարկաների։ Արդյունքում մենք, որպես երկիր ամենամեծ պոտենցիալն ենք ունեցել բնագիտության մեջ եւ պարտավոր ենք այդ պոտենցիալը պահել, որովհետեւ մեր առջեւ կանգնած մարտահրավերները շատ մեծ են, սկսել ենք մեր առարկայական ծրագրերում աստիճանաբար աննկատ կորցնել բնագիտական շերտը։ Նորանշանակ նախարարն առաջարկում է բեռնաթափել աշակերտների առօրյան, ինչպես նաև սխալ է համարում ավագ դպրոցներում ավարտական 6 քննություն հանձնելը։ Ըստ նրա, դա էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի ծնողները երեխաներին ավագ դպրոց չտանեն։ Փոխանակ դա ֆիզիկա առարկան տա 4 ժամով շաբաթական, ինքը դա կենտրոնացնում է 2 ժամի մեջ։ Երեխայի վրա լցնում է ծանրությունը, երեխան դժգոհում է, որովհետև ոչինչ չի կարողանում հասկանալ, 2 ժամում հնարավոր չի 4 ժամվա առարկան անցնել։ Եթե մենք ժամանակին ասել ենք, որ ավագ դպրոցը պիտի մասնագիտական կողմնորոշում տա, ինչու չենք բեռնաթափում ավագ դպրոցը։ Ինչու չենք թողնում, որ երեխան արդեն իր ճանապարհը ընտրելու ժամանակ իր մասնագիտական կարողություններին ավելի մեծ ուշադրություն դարձնի, որովհետև ինքը արդեն պատրաստում է երեխային 2-3 առարկայով գնա շարունակի իր ուսումը։ Եվ երբ որ դպրոցում նրան առաջարկում են այդ ամբողջ փաթեթը ծանրաբեռնվածությամբ, ուրեմն խնդրեմ առաջանում։ Մենք պիտի կարողանանք որակը այդ մեխանիկական շարունակությունից տարանջատել։ Եթե մենք այս արմատական հարցերը չլուծեցինք, ինչքան ուզում է կրթության նախարարությունը ստուգումներ անի, ինչքան ուզում ենք մենք ինչ-որ քայլեր անենք, ինչքան դուք ուզում եք
ճիշտ հետևողական պահեք սա ձեր դիտակի տակ, միևնույնն է պրոբլեմը չեն կարողանալ լուծել։ Նախարար Մկրտչյանը խոստացավ ամեն շաբաթ այցելել մայրաքաղաքի եւ մարզային դպրոցներ, ոչ թե ինչ-որ մեկին պատժելու, այլ խնդիրները վերհանելու եւ դրանց լուծումներ տալու համար։